Արտաքին կողմնորոշման հարցով հանրաքվեի պահանջին զուգահեռ Ռուսաստանը նաև ակտիվացրել է ՀԱՊԿ-ի հարցով Հայաստանի նկատմամբ ճնշումը, բարձրաստիճան տարբեր պաշտոնյաների շուրթերով պարբերաբար հիշեցնելով Երևանին, որ հնարավոր է պատժամիջոցներ կիրառվեն։ Փոխարտգործնախարար Գալուզինի զգուշացումից հետո նախօրեին էլ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Թալատբեկ Մասադիկովն է հայտարարել, թե չնայած Հայաստանը համարվում է դաշնակից, այդ կառույցին Երևանի հետագա մասնակցության վերաբերյալ որոշումը պետք է կայացվի ողջամիտ ժամկետում։ ՀԱՊԿ-ում մասնավորապես ակնարկում են, որ Հայաստանի հարցը կարող է քննարկման դրվել առաջնորդների մակարդակով կառույցի առաջիկա նիստին, որ նոյեմբերին Մոսկվայում է տեղի ունենալու։ Թե ինչ մեկնաբանություններ են հնչում կամ ակնարկներ են հնչում, դրանց չեմ մեկնաբանելու։ Մեր դիրքորոշումն հետևյալն է, որ մենք սառեցրել ենք մեր անդամակցությունը ՀԱՊԿ-ին պայմանավորված այն հանգամանքով, որ ՀԱՊԿ-ը չի կատարել իր պարտավորությունները Հայաստանի Հանրապետության նկատմամբ ունեցած, Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքների վրա հարձակում է տեղի ունեցել եւ ՀԱՊԿ-ը գործնականում չի ճանաչել Հայաստանի Հանրապետության այն սահմանները, որոնցով Հայաստանի Հանրապետությունը անդամակցել է ՀԱՊԿ-ին։ Այս թնջուկը դեռևս ցավոք սրտի լուծված չէ։ Ներողություն, իսկ թե ինչ կլինի հետո նիստերի ընթացքում ինչ որոշումներ կկայացվեն, ինչ քննարկումներ կլինեն առաջիկայում, ապա մենք որպես պետություն կարձագանքենք այդ քննարկումներին եւ որոշումներին ըստ այդմ։ Մոսկվան վկայակոչում է ՀԱՊԿ կանոնադրության հոդվածը, որը նախատեսում է որևէ երկրի անդամակցության դադարեցում առանց նրա ձայնը հաշվի առնելու, եթե պարտավորությունների չկատարումը շարունակական է։ Իսկ Հայաստանը նիստերին չմասնակցելուց բացի նաեւ անդամավճարը չի մուծում։ ՀԱՊԿ կանոնադրությունը միջազգային պայմանագիր է եւ պետք է բարեխղճորեն կատարվի դրա բոլոր անդամների կողմից։ Երևանի հրաժարումը կազմակերպության աշխատանքներին մասնակցելուց եւ բյուջեի վերաբերյալ ամենամյա որոշումները չստորագրելը նշանակում է միայն իր իրավունքի չօգտագործում, սակայն չի դադարեցնում Հայաստանի ազգային անդամավճարը ժամանակին փոխանցելու պարտավորությունը։ Կառավարող քաղաքացիական պայմանագրի падգամավոր Արթուր Հովհաննիսյանը մինչդեռ որ հիշեցնում է 2021-22 թվականներին Հայաստանի վրա հարձակումներն ու ՀԱՊԿ-ի լռությունը, ասում է Երևանում մտահոգված չեն, եթե իրադարձությունները զարգանան պատժամիջոցների սցենարով։ Դե ֆակտո մենք որևէ հարաբերություն, հողի վրա գործնականում ՀԱՊԿ-ի հետ չունենք, այսինքն ՀԱՊԿ-ը չի մեր անվտանգության երաշխավորը, որևէ բան լինելու դեպքում ՀԱՊԿ-ը չի որ պետքա գա, արդեն փորձը ցույց է տվել ապահովի մեր անվտանգությունը, դրա համար արդեն իսկ մենք ձեր ասած կոնտեքստի մեջ ենք, երբ որ մենք դե ֆակտո անդամ չենք մի կառույցի, գործնականում որևէ հարաբերություն չունենք, բայց ապահովում ենք մեր անվտանգությունը, զարգացնում ենք մեր պաշտպանական ունակությունները։ Թե ինչ կլինի ապագայում, կթողնենք դա ապագային։ Միաժամանակ Հայաստանը այս ընթացքում չի նախաձեռնել ՀԱՊԿ-ը լքելու գործընթաց հարցադրումներին տալով ընդհանրական պատասխաններ, թե որոշումները կկայացվեն ժամանակին։ Հայտարարում են, որ իրանք սառեցրել են հարաբերություններ այդ կազմակերպության հետ մի ռեժիմ, որը ՀԱՊԿ-ի կանոնադրությունը չի նախատեսում։ Այսինքն կազմակերպությանը անդամ երկիրը դրել է անհասկանալի իրավիճակի մեջ։ Հիմա այդ իրավիճակում կազմակերպությունը ինքն է քննարկում, նույնիսկ համարձակություն, եթե ասենք դժգոհ են ՀԱՊԿ-ից, չէ, ասենք ասում մեր սահմանները չեք ճանաչում, հարց առաջը, բայց չի դուրս չեք գալի։ Դիմում ներկայացեք, ասեք, մենք չենք ուզում այս կազմակերպել։ Ոչ էլ այդ են անում։ Այսինքն անհասկանալի իրավիճակ են ստեղծել, ճգնաժամ են ստեղծել։ Եվ առասարակ գրեթե բոլոր միջազգային կազմակերպությունների հետ հարաբերություններում Հայաստանը ստեղծում է անտեղի խնդիրներ։ Ընդդիմադիր падգամավոր Էդգար Ղազարյանին չեն համոզել Երևանի հիմնավորումները, թե ՀԱՊԿ-ը չի կատարել պարտավորությունն ու 21-22 թվականներին զորք չի ուղարկել, պաշտպանելու դաշնակից երկրի տարածքային ամբողջականությունը Ադրբեջանի հարձակումից։ ՀԱՊԿ-ը նաև Հայաստանն է, չէ՞։ Այսինքն ՀԱՊԿ-ը ոնց պիտի ճանաչի Հայաստանի սահմանները, եթե Հայաստանը ինքը պիտի իմանա, չէ՞, իր սահմանը։ Հիմա ենթադրենք Ուկրաինայի եւ Բելարուսի մեջ ակնհայտ որոշակի լարվածություն կա, սահմանակից պետություններ են։ Հիմա եթե Ուկրաինան հարձակվի Բելարուսի վրա կամ ռազմական վեճ լինի, Բելարուսը իրավունք ունի դիմի ՀԱՊԿ-ին, ճիշտ է։ Հիմա ՀԱՊԿ-ին օգնություն տրամադրելու համար Լուկաշենկոն Փաշինյանից պիտի հարցնի, թե իր երկրի սահմանները որտեղ են։ ՀԱՊԿ-ի պատասխան Հայաստանի դիմումների հայտարարել էր, թե քանի սահմանազատված չէ հայ-ադրբեջանական սահմանը, դաշինքը չի կարող գնահատական տալ։ Հետագայում կառույցը Երևանին դիտորդական առաքելություն առաջարկեց, երբ հայտնի դարձավ, որ սահմանին տեղակայվելու է Եվրամիության մոնիթորինգի խումբը։ Հայաստանից եւ Ռուսաստանից բացի ռազմական այս դաշինքին անդամակցում են նաեւ Բելարուսը, Ղազախստանը, Տաջիկստանը եւ Ղրղըզստանը, որոնք բոլորը ջերմ հարաբերություններ ունեն Ադրբեջանի հետ։